Ցանկացած զորահանդես հաշվետվություն է սեփական ժողովրդին եւ մեսիջ հակառակորդներին։ Հենց այս ենթատեքստում է կարևոր այսօր տեղի ունեցած զորահանդեսը։ Չնայած հիմա պատերազմի թեման օրակարգում չէ, այդուհանդերձ զորահանդեսը հենց պատերազմի մասին է։ Հակառակորդի դերում էլ Ադրբեջանն է։ Ներկայացված զինանոցի առանձնահատկությունները հետաքրքիր են հենց Ադրբեջանին դիմակայելու տեսանկյունից։ Մեր հավանական կամ իրական հակառակորդի նույն զինատեսակների պարամետրերը պետք է գնահատվի, որովհետեւ մենք հասկանանք առավելությունը մեր թե նրանց։ Մեկ, երկրորդ, այդ զինատեսակների մարտու դաշտում փորձված լինելու հանգամանք։ Սա ամենակարևոր։ Ցանկացած պատերազմի ժամանակ նոր զինատեսակները անցնում են լուրջ փորձություն։ Զորահանդեսի ընթացքում ներկայացված այդ թվում հնդկական զինատեսակներին վերագրվել էին հայկական հեթանոսական աստվածների անուններ, այնպես որ սովորական քաղաքացուն այդքան էլ պարզ չէ, թե իրականում ցուցադրվողը որ երկրի արտադրանքն է ու ինչ հատկանիշներ ունի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հնդկական մոբիլ հրետանին, որն առայժմ չի կիրառվել պատերազմներում, բայց ենթադրվում է, որ կարող է լուծել մարտական խնդիրներ։ Շատ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցմանազորությամբ, բարձր ճշգրտությամբ եւ պայմանական սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորություններով։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին հայրենական արտադրության ԱԹՍ-ներ ևս, որոնց մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Մասնագետների կարծիքով դրանց շրջանում կան օրինակներ, որոնք ունեն մեծ հեռահարություն եւ տեսականորեն կարող են լուրջ խնդիր դառնալ հակառակորդի համար։ Օրինակ ես անօթաչուների պահով, որ պարամետրեր նշում էի ինձ մոտ, աղեղը եւ այդ որոտ երկուսը սրանք էին, որ որոշի կառմով բարձրությունը, հեռավորությունը, շարավիղը որքան ժամանակ երկնքում կարող է աշխատել։ Այս երկուսը ինքնին ցուցիչներ են, բայց այդ ամեն ինչը պետք է գնահատվի հակառակորդի հետ համեմատելով։ Հայկական բանակի համար կարևորագույն խնդիր է մնում գերակայությունը օդում։ Պակիստանից գնված ադրբեջանական կործանիչներն այդ տեսանկյունից լուրջ մարտահրավեր են մեզ համար։ Միակ գործիքը, որը կարող է դիմակայել այդ ուժին, ստուգված հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին ռուսական Թոր-2 եւ ՌԵԲ համակարգերը, որոնք ձեռք են բերվել տարիներ առաջ եւ որոնք էլ հենց պաշտպանում են մեր օդը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։